Գիրք Դանիել, գլուխ 9։ Ասուերոսի որդի Դարեհի առաջի տարին, որ մարած սերունդիցն էր և թագավոր դրվեցավ Քաղդեացիների թագավորության վրա, նրա թագավորության առաջի տարին ես Դանիելս իմացա գրքերումա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքը եղել էր Երեմիա մարգարեին, թե պիտի վերջացներ Երուսաղեմի ավերմունքները 70 տարիով։ Եվ ես դարձրի իմ երեսը դեպի Տեր Աստծուն, որ աղոթք և աղաչանք մատուցանեմ ծոմով և քուրձով ու մոխիրով։ Եվ աղոթեցի իմ Տեր Աստծուն, և խոստովանվեցա ու ասեցի. «Օհ Տեր, մեծ Աստված և ահավոր, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և պատվիրանքներդ պահողներին։ Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք և ամբարիշտ եղանք ու ապստամբվեցինք և խոտորեցինք քո պատվիրանքներիցն ու իրավունքներիցը և չլսեցինք քո ծառաներին, մարգարեներին, որոնք խոսեցին քո անունովը մեր թագավորների, մեր իշխանների և մեր հայրերի հետ և երկրի բոլոր ժողովրդի հետ։ Քոնն է, ով Տեր, արդարությունը, իսկ մերը երեսի ամոթը, ինչպես որ այսօր է Հուդայի մարդկանցը և Երուսաղեմի բնակիչներին և բոլոր Իսրայելին մոտավորներին և հեռավորներին այն ամեն երկիրներում, ուր որ նրանց աքսորել ես նրանց այն հանցանքի համար, որ գործեցին քեզ դեմ։ Տեր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշխաններինը և մեր հայրերինը, որ մեղանչեցին քեզ դեմ։ Մեր Տեր Աստծունն է ողորմությունը և ներողությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ և չլսեցինք մեր Տեր Աստծո ձայնին, որ գնայինք նրա օրենքովը, որոնք նա դրավ մեր առաջին իր ծառաների, մարգարեների ձեռովը։ Եվ բոլոր Իսրայելը զանց արավ քո օրենքը և խոտորեցավ, որ չլսե քո ձայնին, և թափվեցավ մեզ վրա այն անեծքը և երդումը, որ գրված է Աստծո ծառա Մովսեսի օրենքումը, որովհետև մենք մեղանչեցինք նրա դեմ։ Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ ասել էր մեր մասին, և մեզ դատող մեր դատավորների մասին, մեզ վրա մեծ չարիք բերելով։ Այնպես որ երկնքի տակ եղած չէ, ինչպես որ եղավ Երուսաղեմին։ Մովսեսի օրենքումը գրածին պես այս բոլոր չարիքը եկավ մեզ վրա, սակայն մենք չխնդրեցինք մեր Տեր Աստծո երեսը, որ ետ դառնայինք մեր անօրենություններիցը և խելամտեինք քո ճշմարտության մեջ։ Եվ Տերը հսկեց այս չարիքի համար և նրան բերավ մեզ վրա, որովհետև արդար է մեր Տեր Աստվածը իր արած բոլոր գործերի մասին, իսկ մենք չլսեցինք նրա ձայնին։ Եվ արդ ով մեր Տեր Աստված, որ քո ժողովուրդը Եգիպտոսի երկրիցը հանեցիր հզոր ձեռքով և քեզ համար անուն շինեցիր, ինչպես որ այսօր է։ Մենք մեղանչեցինք, անօրինացանք։ Ով Տեր, քո բոլոր արդարության համեմատ աղաչում ենք, թող ետ դառնա քո բարկությունը և սրտմտությունը քո սուրբ Սարից, քո Երուսաղեմ քաղաքիցը, որովհետև մեր մեղքերի համար և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմը և քո ժողովուրդը նախատինք ենք դառել մեր բոլոր շրջականերին։ Եվ արդ ով մեր Աստված, լսիր քո ծառայի աղոթքը և նրա աղաչանքը և փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վրա Տիրոջ շնորհիվ։ Ականջ դիր, ով իմ Աստված, և լսիր, բաց աչքերդ և տես մեր ավերակները և այն քաղաքը, որի վրա կոչված է քո անունը, որովհետև ոչ թե մեր արդարությունների համար ենք աղաչում մենք աղոթելով քո առաջին, այլ քո շատ ողորմությունների համար։ Ով Տեր, լսիր, ով Տեր, ներիր, ով Տեր, ականջ դիր և կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստված, որովհետև քո անունն է կոչված քո քաղաքի և քո ժողովրդի վրա։ Եվ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի Իսրայելի մեղքը և իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տեր Աստծո առաջին, իմ Աստծո սուրբ Սարի համար։ Եվ ես տակավին խոսում էի աղոթքում, որ այն Գաբրիել մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նվաղած ժամանակին, դպավ ինձ երեկոյան զոհի ժամանակին և հասկացնելով խոսում էր ինձ հետ և ասեց. «Ով Դանիել, հիմա դուրս եկա, որ քեզ իմաստություն սովորեցնեմ։ Քո աղաչանքի սկզբումը խոսք դուրս եկավ, և ես եկա իմացնելու,
որ դու ցանկալի ես։ Ուրեմն հասկացիր խոսքը և իմացիր տեսիլքը։ 77 է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա, հանցանքը վերջացնելու և մեղքերը կնքելու և անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեքը կնքելու և ամենասուրբը օծելու համար։ Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանա 7 յոթնյակ և 62 յոթնյակ կա, որ դարձյալ պիտի շինվի հրապարակը և պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում, և 62 յոթնակից հետո պիտի Մեսիան մահով դատապարտվի, բայց չէ թե իրան համար, և եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնե քաղաքը և սրբարանը, և նրա վերջը իբր թե հեղեղով կլինի, և մինչև պատերազմի վերջը ավերումներ են որոշված, և նա պիտի զորացնե ուխտը շատերի համար 1 յոթնյակ, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնե զոհը և պատարագը, և տաճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի մինչև որ վերջնական և նախասահմանյալ պատուհասը կթափվի ավերածի վրա։